Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Ներկայացնել թե համաճարակային իրավիճակում այս բանին նախորդին ներկայացնի պրոդուկտների հետ կապված բավականին լուրջ երևույթ եւ 20%-ից ավելի բացակայություններ դասարաններում, ապա նաեւ հեռավար ուսուցման դասն աշակերտները։ Ուզում եմ հասկանալ, թե այս բանին ինչ իրավիճակի կան արդյոք դպրոցներ, որոնք այս վիճակով պայմանավորված անցել են հեռավար ուսուցման։ Տեսեք, ունենք ակտիվացում սուրշնչական վարակների մասով, թե ամբուլատոր օղակում դիմելիության եւ թե հիվանդանոցային, իհարկե մեր հսկողության տակ է եւ ամենօրյա մոնիտորինգ ենք իրականացնում, թե դուրս գրված, թե նոր դեպքերի մասով։ Իհարկե մենք աշխատում ենք մեր կրթության գործընկերների հետ գործարկելու այս մեխանիզմը, որ այն դասարանները, որտեղ բացակայությունների թիվը 20%-ից ավել է, ապա նրանք հնարավորություն ունեն անցնելու հեռավար դասապատրաստման։ Պետք է նշեմ, որ ամենօրյա բացակայությունների թիվը եւս մենք իրար փոխանցում ենք եւ աշխատում ենք դպրոցների հետ։ Այս պահի իրավիճակով չեմ կարող ասել, քանի դասարան է անցել հեռավար կրթական պրոցեսի, բայց նորից եմ կրկնում, դասապրոցեսների հետ կապված որոշումները կայացվում են հիմնվելով իրավիճակի վրա եւ մենք այս պահին չունենք այն համաճարակային իրավիճակը, որ դիմենք ընդհանուր դասապրոցեսի կանգնեցմանը։ Այո, Ժորժ ջան, անցյալ տարվա ինչպես գիտեք, Հայաստանի Հանրապետությունում եւ մասնավորապես Երևանում արդեն վտանգավորության շեմա հատելը, սա եւս է որոշ բժիշկների կարծիքով պայմանավորված կարող է։ Դե, տեսեք Ժորժ ջան, սրանք տարբեր բաներ են։ Վիրուսային հիվանդությունները կապ չունեն օդի աղտոտվածության հետ։ Վիրուսային հիվանդությունները, ուրեմն սեզոնային տրամաբանությամբ սկսում են ակտիվանալ նոյեմբերից մինչև հունվարի վերջ ակտիվ շրջանն է եւ մենք համեմատական ենք տանում նաեւ նախորդ տարվա ուրեմն թվերի հետ, ըստ էության շատ փոքր շեղում ունենք անցյալ տարվա սեզոնային գրիպի ակտիվացման ցուցանիշներից։ Փոքր ավելացում ունենք, բայց այստեղ էլ պետք է տեսնենք, որ անցյալ տարի ավելի շուտ էր սկսվել ակտիվացման գործընթացը, այսինքն մենք նոյեմբերի սկզբից արդեն բավականին ակտիվացում ունեինք, այս տարի մի փոքր ավելի ուշ են այս վարակները շրջանառվել։ Նշեմ, որ այո, շրջանառվող շտամը H3N2-ը ունի սպეციფიկ ատիպիկ է եւ ջերմության բարձրացում, կայուն ջերմություն է առաջացնում մանավանդ մինչև 18 տարեկանների մոտ եւ նորից շեշտադրում եմ, որ եթե չունեք ախտանշաններ, ապա խնդրում ենք մանավանդ ռիսկի խմբերին անպայման պատվաստվել, որովհետեւ մեր ցուցանիշները նաեւ ցույց են տալի պատվաստված անձինք կամ չեն վարակում կամ վարակվելու պարագայում շատ թեթև են տանում ախտանշանները։